Շարունակեմ, դուք ասացիք, որ դատական եւ պաշտպանական համակարգը քայքայված է։ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի քայքայել եկեղեցին ներսից։ Փորձում է իհարկե, անշուշտ, բայց վստահ եմ, չի կարող։ Մեր հայրը շատ լավ բացատրեց։ Ախր էլեմենտար բան կա։ Նու մարդու մեջ չես կարող իր հիշողությունը ոչնչացնել, իր մտածողությունը ոչնչացնել։ Եվ մեր եկեղեցին ի տարբերություն բանակի, կրթական համակարգի հայաստանյան չէ, համահայկական է։ Մենք երկու անգամ ավելի ունենք հավատացյալներ կամ թեմեր Հայաստանից դուրս, երկու անգամ ներսում եւ ֆիզիկապես անգամ տեսականորեն հնարավոր չի։ Ուղղակի իր արածը աղի մկան նման վնասել ամեն ինչ, փչացնել ամեն ինչ, թեկուզ չվերացնել, բայց փչացնել։ Ասենք ծորենի պարկը կարող է չուտել, բայց մեկ հատ ծակելով թունավորել, կեղտոտել եւ ծորենը փչացնել, ոչնչացնել։ Իր երկրորդ նպատակը, եթե ոչնչացնել, ապա փչացնել համակարգը, խեղճացնել համակարգը, վարկաբեկել համակարգը։ Վստահեցնում եմ ես, չի կարող։ Իսկ վեհապար Հայրապետին կալանավորել դուք հավանական եք համարում։ Խնդրում եմ, եկեք իմ տրամաբանությամբ, էլի անձերի խնդիր չի, կաթողիկոսի խնդիր չի։ Իր խնդիրը կաթողիկոսին կարգալույծ անելը չէ։ Իր խնդիրը այդ ինստիտուտը եկեղեցին որպես պետական կառույց, որպես համազգային կառույց ոչնչացնելն է։ Եթե ուրիշ լիներ որևէ անձ, ինքը էլի պայքարելու էր։ Այդ պատերվակն է, որ ինքը ասում է կուսակրոնություն է խախտվել, ինչ որ ծեսեր են խախտվել։ Դրանք բոլորը պատերվակներ են համակարգի դեմ պայքարը քողարկելու, ծածկելու համար։ Այնպես որ խորհուրդ եմ տալիս բոլոր մնացածին, անձերից, դեպքերից վեր կանգնեք, տեսեք որ համակարգային պայքար է գնում, ինստիտուտների ոչնչացման ծրագիր է իրականացում, անձերի դեմ չի պայքար, դեպքեր չեն սրանք երևույթներ են։